Սիրո և մաքարոնների վերջին զանգ հեռուստասերիալը շարունակում է իր դաժան ու անկանխատեսելի ընթացքը։ Այս անգամ պատմության կենտրոնում Սեմն է, կալանքի տակ գտնվող և նրան օգնել ցանկացող Ֆաինան։ Նա ամբողջ ուժով փորձում է ազատել Սեմին, հանուն որի նա դիմում է երկու ամենահզոր մարդկանց՝ Հենդոյին ու Բագրատին, բայց երբ Հենդոն ասում է, որ իր ուժերը սահմանափակ են, Ֆաինան ասում է, որ պատրաստվում է նաև խոսել Բագրատի հետ, որպեսզի վերջինս հետ վերցնի իր բողոքը։ Սակայն արդյոք Բագրատը բողոքը հետ կվերցնի Սեմի օգտին, մոռանալով թե իր, թե Արամի դեմ հարձակումը դեռ հարց է։ Իսկ մինչ այդ Անետն ու Բագրատը վերադառնում են իրենց հին տուն, սակայն ամեն ինչ նույնը չէ։ Անետը խեղճացած ու ամոթահար է, տարիներով ստել է, ապրել է Աննայի կողքին ու խաբել նրան ամեն ինչում։ Սակայն Բագրատը բոլորովին այլ տրամադրություն ունի։ Նա հպարտորեն հայտարարում է, որ այս ընթացքում հասցրել է Սոսի ունեցվածքի մեծ մասը յուրացնել ու իրենով անել։ Անետի համար սա նոր հարված է, բայց սառը գիտակցում կրկին լռելու է։ Իսկ երբ Սոսը իմանա այս ամենը, Բագրատի ագահ խաղերի մասին բախումը անխուսափելի է։ Միքոն էլ իհարկե չի մոռանում իր դերը։ Նա գնում է հիվանդանոց Աննային ասելու, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, բայց Աննայի պատասխանը սառը շոկ է՝ դու երեխա չունես։ Նա կտրուկ հայտնում է, որ ոչ միայն երբեք չի ների, այլև թույլ չի տա Միքոյին երբևէ տեսնել իրենց երեխային։ Միքոն հասկանում է, որ ճշմարտությունը բացահայտվել է։ Աննան արդեն գիտի ամեն ինչ։ Նա դուրս է գալիս հիվանդասենյակից ու միանգամից ուղևորվում Սոսի մոտ պատասխաններ ստանալու ու հարցեր պարզելու։ Սոսը նրան ասում է, որ ոչ մի խոսք, ոչ մի սպառնալիք այլևս ազդեցություն չունի։ Նա անելու է այն, ինչ ճիշտ է համարում, ու հենց դա էլ սարսափեցնում է Միքոյին, թե ինչ է իրեն սպասվում առաջիկայում, քանի որ սա դեռ միայն սկիզբն է։ Սոսը մի լավ բռունցքով հարվածում է Միքոյին։ Իդեպ Միքոն էլ հետ չի մնում։ Նա պատից վերցնում է նկարը և հարվածում Սոսի գլխին։ Մի խոսքով, մի լավ ծեծկռտուք։ Իսկ Լիլիթը նրան կարելի է անվանել հոգեկան վիճակի սահմանին կանգնած կին։ Վազում է Աննայի հիվանդասենյակ, փորձում է խեղդել նրան ու աղաղակում է, թե Սոսը իրեն է պատկանում։ Բայց Աննան ուժեղ է, հյուծված, բայց ուժեղ։ Նա մի հարվածով հստակ ասում է, եթե Սոսը երբևէ սիրեր Լիլիթին, ապա չէր վերադառնա իր մոտ անցյալի հարցերը պարզելու։ Իսկ Սոսի քայլերն արդեն ամեն ինչ ասում են։ Լիլիթը հասկանում է, որ Աննան կրկին հաղթող է։ Հենց այս փոթորկոտ կետում էլ կանգնում է սյուժեն, հարցերի նոր հարթակ բացելով։ Ով ում կողքին կլինի վերջում, ինչպես կպատասխանի Սոսը իմանալով իր ունեցվածքի իսկական տիրոջ մասին։ Կկարողանա արդյոք Ֆաինան ազատել Սեմին, իսկ Աննան, արդյոք նա կմնա Միքոյի կողքին։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձեզ։ Իհարկե։ Վաղուց չկա ինքը։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ Ամառը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի, ձեզ։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ունիշ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին և Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Չեչենեկա կարող զանգալ ես պատասխան։ Գաս մեզ։ Քիչ էի կոմել, բայց կա։ Ինչ։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։
Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա վայ։ Գիտեմ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք երեխեք։ Չորս օրվա է։ Վերջին զանգ հերոստասիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Դա սկսած սցենարներս են։ Ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամենախավ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, իմ վարից ոչ մի բան չկա։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված ունենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, ասում են դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպվում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Ումիշտ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են